Էթինի, պրոպանի, բութը 2-ի խառնուրդի հարաբերական խտությունը ջրածնի A է։ Էթին, C2H2, պրոպան, C3H8, բութեն 2, C4H8։ Դերևս կգրեմ այսպես, եթե անշեշտություն լինի, կառուցվածքով կգրեմ։ Մենք ունենք հարաբերական խտությունը ըստ ջրածնի A։ Արծաթե օքսիդի ամոնիակային լուծույթի միջով անցկացնելուց հետո խառնուրդի խտությունը ըստ ջրածնի դարձավ B։ Արծաթե օքսիդի ամոնիակային լուծույթի հետ կփոխազդի միայն այս խառնուրդից էթինը, քանի որ ունի ծայրային եռակի կապ։ Ռեակցիան չեմ գրում հիմա, որովհետև տեսականում արդեն բազմիցս քննարկել ենք։ Միայն պետք էր հասկանալ, որ վերջնական խառնուրդի B-ի մեջ մտնում էին պրոպանը և բութենը։ Հաշվենք սկզբնական խառնուրդի M միջինը, բոլորը վերցնելով 1 մոլ, որովհետև ոչ մի թվային տվյալ չկա։ Կլինի 1 անգամ 26 գումարած 1 անգամ 44 գումարած 1 անգամ 56, հարաբերած մոլերի գումարին 3-ին, հավասար է 42-ի։ Հաշվենք B խառնուրդի M միջինը, MB այսպես գրեմ, 1 անգամ 44 գումարած 1 անգամ 56, հարաբերած արդեն 2-ի։ Ստացվում է 50, այսինքն մեր B-ն մեծ է A-ից։ Ես նախորդ թեստերում զգուշացել էի, որ չենք շտապում, որ եթե առաջին խառնուրդում 3 նյութ է, ուրեմն դրա միջինն է շատ լինելու։ Մենք այստեղ փաստացի տեսնում ենք, որ երկրորդ խառնուրդի միջինը ավելի շատ եղավ, չնայած նյութերի քանակը ավելի քիչ էր։ Հետևաբար հաշվարկ ենք կատարում, նոր տեսնում ենք։ A-ն փոքր է B-ից, երկրորդը։ Նորմալ պենտանը տաքացել են ալյումին քլոր 3 կատալիզատորի ներկայությամբ, որ նյութ է հիմնականում ստացվում նորմալ պենտանը ալյումին քլոր 3 կատալիզատորի ներկայությամբ տաքացնելիս։ Մենք գիտենք, որ ալկանները այս կատալիզատորի ներկայությամբ իզոմեռանում են։ Այսինքն, եթե սա նորմալ պենտանն է, ապա կստացվի իզոպենտանը, նույն ինքը 2 մեթիլ բութանը։ Այստեղ մենք ունենք 2 մեթիլ բութան տարբերակը, 4-ը։ Ինչ թվով ածխածնի երկրորդային ատոմներ են պարունակում նորմալ պենտանի մոլեկուլում, երկրորդային ածխածինը այնն է, որը երկու միակի կապով միացած է երկու այլ ածխածնի։ Սա և սա։ 3, այսինքն երկրորդ տարբերակը։ Բրոմ ալկանից վյուրցի ռեակցիայով ստացվել է 2,7 երկմեթիլ 4,5 երկեթիլ օկտան։ Գրենք այդ նյութը ռեակցիայի վերջում։ Օկտան, այսինքն 8C, 2,7 երկմեթիլ 4,5 երկեթիլ, էթիլները այսպես կգրեմ, հաշերը չեմ գրում, ինձ թվում է պարզ է։ Եվ այս նյութը ստացվել է վյուրցի ռեակցիայով։ Մենք հիշում ենք, որ վյուրցի ռեակցիայի իմաստը այն էր, որ երկու նույն ալկիլ հալոգենիդը միանում էին իրար ակտիվ մետաղով հալոգենները պոկելով նատրիումով։ Այսինքն, եթե մենք մեջտեղից կիսենք, երկու նույն բանը կստանանք։ Գրում ենք և նույն ձևով ինչպես կա, ծայրին ավելացնում ենք հալոգենը, քլորը կամ բրոմը, ինչ որ տրված է։ Բրոմը։ Կարդում ենք հարցը։ Քանի առաջնային ածխածնի ատոմ է առկա բրոմ ալկանի 1 մոլեկուլում։ Սա մեր բրոմ ալկանն է։ Առաջնային ածխածինը 1, 2, 3։ Երկրորդ տարբերակ։